Պարոն Հարությունյան, այսօր ինչպես մյուս 18 քաղաքական ուժերը, Ուժեղ Հայաստանը ևս մեկնարկում է իր քարոզարշավը եւ ազգային ժողովի դիմացից մամուլի ասուլիս է տալու Նարեկ Կարապետյանը, այնուհետև դուք սկսելու եք ձեր քարոզարշավը։ Ինչու որոշեցիք ազգային ժողովի դիմաց, սա ինչ որ ակնարկ ունի։ Իմ կարծիքով, քանի որ մենք խորհրդարանական պետություն ենք հանդիսանում եւ գործադիր իշխանությունը ձևավորվում է հենց падգամավորների մանդատների հիման վրա եւ առաջիկայում նախատեսվում է հենց խորհրդարանական ընտրություններ, դրա համար որպես խորհրդանշական վայր ընտրվել է հենց ազգային ժողովը։ Նաև օրեցօր մենք տեսնում ենք ընտրակաշառքների մասին ձայնագրություններ են հրապարակվում եւ նաև մեր տեղեկություններով այդ ձայնագրությունները եղել են 2025 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, ինչը պահվել է հենց այս ընթացքում հրապարակելու եւ Ուժեղ Հայաստանի վարկանիշը թիրախավորելու համար։ Դուք այս առումով ինչ որ տեղեկություններ ունեք, կարող եք որևէ տեսեք, մանրամասն մեկնաբանել չեմ կարող, որովհետև տեղեկություններ ունեմ, այո, նախ քննական գաղտնիք էլ խախտել չեն կարող, բայց վստահ եմ դատականացիաները ցույց կտան, որ այդտեղ կաշառքի մասին որևէ զրույց չկա ու չի էլ եղել, իսկ սա ընդամենը PR արշավ է ընդդեմ Ուժեղ Հայաստան դաշինքի, ում համակիրների աջակիցների թիվը օրեցօր շարունակում է մեծանալ։ Իսկ այս ընտրակաշառքների ֆոնին, երբ շփվում եք քաղաքացիների հետ, նրանց մոտ, նրանց տրամադրությունների վրա, դուք նկատում եք փոփոխություններ, որցեց սկզբից ավելի լավ էին ընդունում, հիմա մի քիչ փոխվել են, այնքան էլ լավ։ Ես ամբողջությամբ հակառակ պատկերն ունեմ, ամեն ձերբակալությանը, ամեն աղմուկ բարձրացնելուն հաջորդում է աջակիցների ավելացում, որովհետև իրենք եւս տեսնում են, որ ակնհայտ ձևով իշխանությունը պայքարում է, փորձում է իջեցնել Ուժեղ Հայաստան դաշինքի վարկանիշը եւ հեղինակությունը, իսկ դա ինքնին ենթադրում է, որ Ուժեղ Հայաստան դաշինքը իրենց համար մեծ վտանգ է ներկայացնում որպես օպոնենտ, որպես ընդդիմադիր թիվ 1 ուժ։ Ուժեղ Հայաստանի հնարավորությունները ինչպես է գնահատում համապետական հունիսի 7-ին մենք ինչ պատկեր ենք ունենալու։ Վստահ եմ, որ հունիսի 7-ին, երբ որ նախնական արդեն իսկ ամփոփված լինեն արդյունքները, ունենալու ենք Ուժեղ Հայաստան, ունենալու ենք մեկնարկ Ուժեղ Հայաստանի հիմնադրման եւ կայացման։